Էլ ինչը կարող է էլ ավելի համեղ լինել տանը պատրաստած խրթխրթան նագեցից և շատ համեղ կարտոֆիլի ֆրիից։ Ողջույն սիրելիներս, ձեզ հետ է Նարինեն, սկսենք պատրաստելը, կկիսվեմ ձեզ հետ բաղադրատոմսով։ Վերցնում ենք հավի կրծքամիսը և ահա այսպես կտրատում ենք, բաժանում ենք մասերի։ Տեղափոխում ենք ամանի մեջ և անհրաժեշտ է այս ամենը համեմել։ Առաջին համեմում ենք աղով, ավելացնում ենք սիրելի համեմունքները։ Ինձ մոտ հավի խորովածի համար նախատեսված համեմունքներ են։ Այնուհետև ավելացնում ենք սխտորի փոշի, ըստ ճաշակի մի փոքր քրքում և այստեղ ավելացնում ենք օսլը։ Բաղադրիչների ճշգրիտ քանակությունը կգտնեք տեսանյութի ներքևում։ Այնուհետև այստեղ ավելացնում ենք 1 կամ 2 ձու և ամբողջը լավ խառնում ենք։ Անհրաժեշտ է այս ամենը թողնել ամենաքիչը կես ժամ, որպեսզի մարինացվի։ Իսկ այժմ պատրաստենք կարտոֆիլի ֆրի, կարտոֆիլը մաքրում ենք և բաժանում ենք մասերի, բաժանում ենք ձողիկների։ Այնուհետև ես միշտ նախապես մի քանի րոպե ջրի մեջ եմ լցնում կարտոֆիլը, 1-2 րոպե անց այնտեղից հանում եմ, նոր պատրաստում եմ ֆրին և այս անգամ ես ֆրին կպատրաստեմ ճարպաջեռոցի մեջ, դուք կարող եք պատրաստել բուսայուղի մեջ։ Կարտոֆիլը նույնպես համեմում ենք աղով, սիրելի համեմունքներով և մի փոքր բուսայուղ կամ ձիթայուղ ենք ավելացնում։ Այս ամենը լավ խառնում ենք և տեղափոխում ենք պատրաստվելու։ Եվ մինչ ֆրին կպատրաստվի, արդեն պատրաստում ենք համեղ նագեցները, դրա համար վերցնում ենք պաքսիմատ և մեր պատրաստած ֆիլեները հերթականությամբ թաթախում ենք պաքսիմատի մեջ։ Կաթսայի մեջ լցնում ենք առատ ձիթայուղ և տապակում ենք նագեցները, գեղեցիկ ոսկեգույն ստանալը մինչև։
Եվ էլ ինչ նագեց ու կարտոֆիլի ֆրի առանց համեղ սոուսի, պատրաստում ենք սոուսը, ամանի մեջ լցնում ենք թթվասեր, ավելացնում ենք մայոնեզ, այստեղ քերիչով անցկացնում ենք մարինացված վարունգը, սխտորը և մանր կտրատում ենք սամիթը, ստացվում է շատ համեղ սոուս։ Եվ ահա ֆրին նույնպես պատրաստ է, տեսեք ինչքան ախորժելի տեսք ունի և արդեն կարող ենք մատուցել, ասեմ, որ շատ հյութեղ է ստացվում, դրսից խրխրթան, իսկ ներսից հյութեղ ֆիլե, եթե դեռ չեք պատրաստել, անպայման պատրաստեք, այն կդառնա ձեր և ձեր երեխաների սիրելին, իսկ եթե հավանեցիք իմ տեսանյութը սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ տեսանյութում։